2 օր առաջ Նայիրիտի մի քանի հարյուր աշխատակիցներ կառավարությունից պահանջում էին վճարել իրենց 11 ամիսների աշխատավարձը։ Ավելին, նրանք մտահոգություն ունեին Նայիրիտի հետագա ճակատագրի վերաբերյալ, իսկ որն է այն մտահոգության աղբյուրը, որ հուզում է հենց նայիրիտցիներին։ Եվ այսպես, Նայիրիտը աշխարհի 5 գործարաններից մեկն է, ով արտադրում է քլորոպրենային կաուչուկ, իսկ ԱՊՀ նախկին տարածքում այն ուներ մենաշնորհային կարգավիճակ։ 1989 թվականին ինչ-ինչ պատճառներով Նայիրիտի գործունեությունը կանգնեցվեց, իսկ 1992-93 թվականներին այն սկսեց աշխատել, բայց մասնակիորեն։ Նայիրիտի զարգացման հեռանկարի մասին լրջորեն սկսեցին քննարկել 2000 թվականի առաջին կեսում։ 2006 թվականին այդ ընկերության վերահսկիչ Փաթեթն անցավ բրիտանական մի ընկերության ձեռքը, սակայն այդ գործարանի զարգացման լուրջ հեռանկար դեռ չէր երևում։ Նայիրիտի այսպես կոչված հեռանկարը երևաց 2008 թվականից հետո, երբ Հայաստանի վարչապետ նշանակվեց հայկական աշխարհի փիլիսոփայության ճարտարապետ Տիգրան Սարգսյանը, ով անկեղծորեն համոզված էր, որ Հայաստանի ապագան արտադրության զարգացման և դեպի արտահանող ոլորտների խրախուսման մեջ չէ։ Ավելին, ըստ Տիգրան Սարգսյանի, Հայաստանը պետք է ներկայանա իր ժամանակակից ծառայություններով, իսկ արտադրողները պետք է լինեն հիմնականում չինացիներն ու հնդիկները, և դա Տիգրան Սարգսյանն ասում էր դեռ 2010 թվականին։ Հայաստանի վարչապետի այս մտածողությունը ծանր նստեց նաև նայիրիտցիների վրա։ Նա իր փիլիսոփայական մտահղացումը Նայիրիտի մասով բառացիորեն իրագործեց, Հայաստանից դեպի Չինաստան արտահանելով Նայիրիտի քլորոպրենային կաուչուկի հոսքագիծը, այնտեղ կառուցելով հայ-չինական կաուչուկ արտադրող ընկերություն։ Նշենք, որ այդ գործարանի բացումը կայացավ 2010 թվականի մայիսին։ Հենց այդ նույն ժամանակահատվածում հայաստանյան Նայիրիտ գործարանը դադարեցրեց իր գործունեությունը։ Ընդ որում, չինական Նայիրիտ գործարանի բացումը իրականացավ ամենաբարձր մակարդակով, և այդ ժամանակվա հայլուրը դարի այս գործարքը ներկայացնում էր որպես մեծ ձեռքբերում, մինչդեռ դա իրական ողբերգություն էր, սիմվոլիկ քայլ, որով դրվում էր Հայաստանի ծանր արտադրության հետագա զարգացման հեռանկարի բացակայության տապանաքարը։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ հայ-չինական Նայիրիտի տարեկան եկամուտները կազմելու էին մոտ $100 միլիոն, որի 40% փայաբաժինը պատկանելու էր հայկական կողմին։ Այս ողբերգական պրոցեսից զատ կար մեկ այլ բարոյական կողմ։ Արտահանելով հայկական տեխնոլոգիան, Տիգրան Սարգսյանի կառավարությունը խաչ քաշեց նաև հայկական մասնագետների ապագայի վրա, որոնց մի մասը հեռացավ երկրից, իսկ մյուս մասն իրենց թշվառ գոյությունն են պահպանում, և դա այն պարագայում, երբ չաշխատող Նայիրիտի տնօրենն ունի 10-ից ավելի տեղակալ, և որոնք ամեն ամիս ստանում են հայաստանյան ստանդարտներով աստղաբաշխական աշխատավարձեր։ Նայիրիտի ճակատագիրը Հայաստանի փոքր մոդելն է, որտեղ ակնհայտ երևում է Տիգրան Սարգսյանի փիլիսոփայության գռեհիկ էությունը։